Հայ ազգային կոնգրեսի և իշխանության միջև բանակցությունների հերթական փուլին այսօր ՀԱԿ պատվիրակության անդամ ՀՀՇ վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը կոնգրեսի պատվիրակության անունից հայտարարեց, որ ՀԱԿ-ը ոչ նպատակահարմար է համարում իրենց մասնակցությունն այսօրվա քննարկմանը։ Այսօրվա ռաունդին, այսինքն այսօրվա քննարկմանը, մենք մեր մասնակցությունը համարել ենք ոչ նպատակահարմար։ Ժամը 1-ին այսօր մեր կոնգրեսի համակարգող, մեր պատվիրակության ղեկավարը Լևոն Զուրաբյանը մամուլի ասուլիս կանցկացնի և ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները, ինչպես նաև պարզաբանումներ մեր այս որոշման վերաբերյալ կստանաք այդ մամուլի ասուլիսում։ Ընդամենը այսքանը։ Սամվել Աբրահամյանը ՀԱԿ պատվիրակությունից այսօր ներկայացած միակ անդամն էր։ Ինձ համար տարօրինակ է ճիշտն ասած, նախ առաջ որովհետեւ հիմնավորումներ չբերվեցին, երկրորդը կարծում եմ մինչ այս ձևավորված մեր աշխատանքային հարաբերությունները ամենևին այնպիսին չէին, որ պետք է ներկայանա մեկ հոգի կամ եթե պատվիրակությունը չի գալու, ապա դրա մասին հնարավորություն չուներ մեզ հայտնելու։ Սա կարծում եմ ինչ որ քաղաքական դեմարշ է, շատ ցավում եմ այս դեմարշի համար, կարծում եմ որ նա էթիկայից դուրս է, մենք մինչև հիմա երբևէ մեզ թույլ չենք տվել այդպես պահել։ Տանգո պարելու համար միշտ երկու հոգի են պետք, այսինքն երկխոսությունը չի լինում միակողմանի եւ երկխոսությունը միշտ կախված է յուրաքանչյուր կողմի կամքից եւս։ Այսինքն երկխոսությունը դա համատեղ կամք է եւ նորից եմ կրկնում, դա չի նշանակում, որ ՀԱԿ-ն է թելադրում պայմանները, դա նշանակում է ուղղակի այս պահին ամենայն դեպս տպավորությունը այնպիսին է, որ ՀԱԿ-ը չունի քաղաքական կամք շարունակելու պատշաճ այս գործընթացը։ Լրագրողների հարցին, թե արդյոք ՀԱԿ-ի այս ակցիան կապ ունի օգոստոսի 9-ին ոստիկանների հետ վեճի բռնվելու առնչությամբ կալանավորված ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի հետ, իշխանական պատվիրակության ղեկավարն ասաց, թե այս հարցով պետք է դիմել մյուս պատվիրակությանը։